Ավանդականների շարքում ընկույզի մուրաբան պահանջվածների ցանկում է, ապրանքատեսակը պահանջարկ է վայելում նաև արտասահմանում։ Արտադրանքի համար վերամշակող գործարանները որպես հումք կանաչ ընկույզն են օգտագործում։ Ընկույզի ընդունման պահին իհարկե որոշակի դժվարություններ եղան։ Զգացում էր հումքի պակաս։ Ղարաբաղում ընկույզը փաստորեն ցրտահարվեց, ինչ որ շրջաններում դրա համար չկարողացանք լրացնել մեր պահանջվող քանակը։ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններն են ընկույզի բերքի հիմնական մատակարարները։ Եղանակային անբարենպաստ պայմանները նաև այս մշակաբույսով պատրաստված ապրանքատեսակի ծավալների վրա են ազդել։ Քիչ քանակ արեցինք ընկույզի մուրաբան, 20,000 բանկա հումքի պակասությունը տվեց այդ արդյունքը։ Նախատեսել էինք մինչև 150-100,000 ընկույզի մուրաբա արտադրել, բայց ցավոք սրտի 60-ից 70 այդ արանքները կարողացանք, համարյա կիսով չափ կարողացանք։ Ոչ միայն կանաչ, այլև չոր ընկույզի բերքն է պակաս, իսկ հանգամանքը գնաճ է ենթադրում։ Վաճառողները չեն թաքցնում, նախորդ տարվա գների համեմատ տարբերությունը զգալի է։ Հիմնական պոպոկը բերում են Հադրութից։ Շրջան մեկը վեր вообще չկան, հատ չկա։ Ամեն տարի վեր էստի պոպոկը իլելա 3000 դրամ, հիմի 6000 դրամ։ Չմաքրածը 1500, 1003, 500-600 էլ ամեն տարի։ Մինչև տարեվերջ սակայն նաև այս թվերն են փոխվելու, գնաճ հատկապես ամանորի նախաշեմին է լինում։ Նարեկ Սահակյան, Արցախից ժամը լրատվականի համար։